Նալբանդյան 106 շենքի բակում այսօր ակցիային կազմակերպել շենքի բնակիչները։ Բակում ոստիկանության երեխաների զարգացման կենտրոն կազմակերպության նախկին տարածքում էլիտար շենք է կառուցվելու։ Մտահոգում է շենքի բարձրությունը, որ մենք չգիտենք ինչ քանի հարկանի կարող է կառուցվել շենքը։ Մեկ էլ այն, որ մեր երեխաներին առանց այդ էլ բակային տարածք չկար, խաղալու տեղ չկար։ Հիմա մենք չգիտենք արդյոք կունենան նրանք ինչ-որ խաղալու տեղ։ Նա նշեց, որ հարցի պատասխան ստանալու համար շենքի բնակիչները դիմել են նախագահային, վարչապետին, քաղաքապետին։ Պատասխանը ստացել ենք, որ դեռևս փաստաթղթերը մշակման փուլում են, վերջնական համաձայնեցված չեն։ Բնակիչներին անհանգստացնում է նաև կանաչ տարածքի խնդիրը, արդեն 10-ից 15 ծառ է հատվել։ Հիմա արդեն նոր մեթոդ է, որ մշակվել, փորում են ծառի շուրջը, փաստորեն չորացնում են արմատը ստերևույթին, կչորանա արմատը եւ հետո արդեն հանգիստ կհատեն։ Այն էլ կենտրոնում, երբ որ օդ չկա շնչելու, այ հիմա անձրևները դադարեն, միանգամից 30-35 աշճան տաքության դեպքում ծառ չկա, օդ չկա շնչելու, ինչպես պետք է ապրենք։ Իսկ ահա մեկ այլ բնակիչ Արեգ Սիմոնյանն էլ շարունակում է հույս փայփայել, որ տարածքում նոր շենքեր չեն կառուցվի։ Ոչ մի քաղաքում ես չեմ տեսել, որ շենքը հենց շենքի կողքը կառուցեն։ Նույնիսկ Մոսկվայում չնայած այնտեղ երկրաշարժի հարց չկա։ Չնայած արկա դժգոհություններին, բնակիչներից քչերն են պայքարում իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPF